Գիտեք, որ մենք մի քանի անգամ բարձրացրել ենք կենսաթոշակները նաև ոչ հետվճարի մեխանիզմով եւ մենք նվազագույն կենսաթոշակն ենք բարձրացրել մի քանի անգամ եւ գիտեք, որ այս պահին նվազագույն կենսաթոշակը, որը ըստ էության կոչվում է ծերության նպաստ, հա, դա այն քաղաքացիներն են, որոնք որ չունեն մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ եւ 65 տարեկանում ստանում են ծերության նպաստ, կազմում է 36000 դրամ, նախկինում դա եղել է 16000 դրամ, այսինքն մենք այդքանով բարձրացրել ենք այդ կենսաթոշակները եւ միջին կենսաթոշակը առանց հետվճարի հիմա վերջի տվյալներով 25 թվականի 4-րդ կիսամյակի դե 26-ը պարզը չունենք, կազմում է 49500 դրամ, որի վրա կարող է ավելանալ այդ պոտենցիալ 10000 դրամը, այսինքն գումարած 10000 դրամ, մենք պարզապես մենք ինքներս էլ սովոր չենք այդ հետվճարը հաշվել այս թվերի մեջ, բայց մենք հիմա նաև տեղեկացնելով ձեզ նույնիսկ ազգային վիճակագրական ծառայության հետ աշխատում ենք, որ իրենց բաներում հաշվետվություններում նաև հետվճարը ներառեն, թեկուզ առանձին տողով, որտեղ դա ըստ էության քաղաքացիների տնօրինման տակ եղած գումար է, որը իրենք ծախսում են այնպես, ինչպես կծախսեինք միանգամից առաջ անցնելով էլի այդ հարցերին, գիտեք, որ այդ նորարարական գործիքը պատահական չի, որ կառավարությունը որոշել է օգտագործել, ոչ թե պարզապես բարձրացնել, որտեղ մենք խնդիր ունենք նաև ստվերային շրջանառությունը կրճատելու մեր երկրում եւ մեր քաղաքացիները վստահ եմ հասկանում են, բայց մենք էլ պետք է շարունակենք բացատրել, որ դա հենց ուղղակիորեն աշխատում է իրենց կենսաթոշակները եւ ընդհանրապես մեր պետական բյուջեի մնացած ծախսերը ապահովելու նպատակով։ Այսինքն, եթե մենք ստվերից չհանենք ստվերային շրջանառությունը, մենք ավել մուտքեր չենք ունենա պետական բյուջեում եւ ամեն տարի ավելացող պետական բյուջեի բեռը չենք կարող սպասարկել։ Իդեպ բեռերը ավելանում են եւ տարբեր տեսակի մեր կողմից նախաձեռնված լայնամասշտաբ բարեփոխումներով, ելի որոնց մասին անդադար խոսում ենք, բայց նաեւ ավելանում են բնականորեն։ Օրինակ ես մի քանի անգամ ասել եմ, մենք վերջի 8 տարում 130000 ավել նպաստառու եւ կենսաթոշակառու ունենք, ինչը շատ լավ է, որտեղ մարդիկ երկար են ապրում, մարդիկ ավելի առողջ են մնում, բայց դա բեռ է, որը մենք սպասարկում ենք եւ սպասարկում են աշխատող քաղաքացիները ըստ էության, այն բոլոր հարկ վճարողները, որոնց հարկերից որ գոյանում են այդ եկամուտները պետական բյուջեի, ուստեղ մի կարևոր բան էլ կա, ես վարչապետը մի անգամ սրա մասին ազգային ժողովում խոսեց, մենք 2018 թվականին մոտավորապես հավասար կենսաթոշակառու եւ գրանցված աշխատող ենք ունեցել։